եք տարիներ շարունակ ձեր հաշտակում, ձեր տաղավարից, հատկապես վերջին տարիներին, քանիցս բարձրաձայնել ենք հանցագործությունների աճի մասին, հնչեցրել ենք հստակ տվյալներ, որոնք նաև հնչեցվել են ազգային ժողովում, ազգային ժողովի պատգամավորների կողմից, եւ ակնհայտորեն երևում է, որ հանցագործությունների թիվը սաստկացել է, աճել է եւ միտված է դերևս աճելու, ինչը ցույց են տալիս այսօրվա փաստական տվյալները։ Այո, ձեր խոսքի մեջ շատ ճիշտ նշեցիք, որ այս ամեն ինչը փոխկապակցված է գործող իշխանության, գործող իրավապահ համակարգի եւ դրա ենթակառույցների պաշտոնատար անձանց գործողություններից եւ մասնավորապես արտարադատության չգոյության, ինչպես նաև անպատժելիության հետևանքով։ Սա է սրանց այս թվարկված իրավիճակի ամբողջ հիմքերն ու հիմնավորումները։ Եվ այսօր բոլոր տվյալները արդեն հանգեցնում են նրան, որ այո, եթե մենք մի քանի տարի առաջ էինք սկսել բարձրաձայնել այս մասին եւ զգալով, որ միտումը շատ է, արկա է դրանք աճելու միտում, հետեւաբար այսօր հանգել ենք այդ նույն վերլուծական մտքին, որ այո, փաստերը ցույց են տալիս, որ մեր վերլուծությունները ճիշտ էին, կապված քիչ առաջ նշածս հանգամանքների հետ։ Հիմա անդրադառնանք կոնկրետ դեպքերին եւ դրանց հետ կապված փորձենք վերլուծությունները շարունակել։ Հայկ Կոնջորյանի եղբորը փաստորեն ծեծի ենթարկեցին, խմբակային ծեծ է, այսպես ասած, եւ ինչ է ստացվում։ Ինչ տեղեկատվություն ընդհանրապես այս դեպքից հետո պետք է հրապարակվի, որ հրապարակեն իրավապահները, որպեսզի գործի քննությունը լինի ավելի թափանցիկ, հանրությունը վստահ լինի, որ լինելու է օբյեկտիվ քննություն, եւ երկու կողմերում է կարծես թե ԽՊԱ-ականներն են կանգնած, ինչ է լինելու, ինչպես պետք է այս հանգուցալուծումը լինի։ Տեսեք, համացանցում տարածվեցին տեսանյութեր, տվյալ անձին Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու մի քանի հոգով, մոտ 3-4 հոգի էր, եթե չեմ սխալվում, ծեծելու տեսանյութը, դրանից հետո որոշ ժամանակ անց այլ տեղեկություններ հայտնվեցին կրկին համացանցում, վերջինի նախնական գործողությունների մասին, մինչև ծեծվելը, այսպես ասենք, թե ինչն է հանգեցրել այդ ծեծին, եւ մի շարք այլ նախապատմություններ կրկին տվյալ անձի հետ կապված, ես հիմա մի փոքր անդրադառնամ նշածս հանգամանքներին։ Նախ տեսանյութում պատկերված այդ դրվագը, որ ծեծում են նրան, ակնհայտ է, որ ծեծում են, դա անհերքելի փաստ է։ Իսկ թե ինչն է հանգեցրել վերջինի ծեծին, արկա է նաև տեսանյութեր, որ ինքը տվյալ անձի տան մոտից անցնելիս, պարբերաբար հայհոյանքներ է հնչեցրել իրենց ծեծողների թիմի մասին խոսքը, եւ դա կրել է շարունակական բնույթ։ Այսինքն սա ենթադրում է, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը ի սկզբանե դրսևորել է խուլիգանական արարքներ, ինչը կարող է որակվել քրեական օրենսգրքով որպես խուլիգանական արարք։ Ի վերջո այդ տանը բնակվել են նշված անձի, հակադիր կողմի երեխաները, կինը եւ այլն, եւ նա պարբերաբար նման խուլիգանական արարքների է դիմել եւ մնացել է անպատիժ։ Այսինքն այդ ընտանիքի կողմից ցուցաբերվել է որոշակի հանդուրժողականություն, գուցեև նաև նախկինում ունեցած որոշակի հարաբերություններ, իսկ թե ինչն է պատճառ հանդիսացել, արդեն պարզ դարձավ, որ ինչ-որ շինարարական ընկերության կողմից, ինչ-որ գումարային փոխհարաբերությունների անհամաձայնության ֆոնի վրա առաջացած իրավիճակ է, այո, կոնֆլիկտը դրանից է առաջացած։ Եթե այդ կոնֆլիկտի մեջ կան հանգամանքներ, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը իրեն բավարարված չի համարել եւ որոշել է ինչ-որ գործողություններով հակակրանք ցույց տալ անհարգալից վերաբերմունք եւ իր անձը վեր տասել այդ ընտանիքից, ցույց տալով ըստ իր պատկերացմամբ, որ ինքը առավելություն ունի եւ կարող է այդպիսի ցուցադրական վարքագիծ դրսեւորել եւ ինչ ուզենա հայ, ինչ ուզենա ասի, հետեւաբար այս լռությունը, այս հանդուրժողականությունը պետք է օրից մի օր հանգեցներ սրան եւ հասնելու են պահը, որ լցվելու է նաեւ համբերության բաժակը եւ մարդիկ պիտի նախաձեռնեն իրենց միջոցները եւ ես կարծում եմ, որ սա է հանգեցրել։ Այո, ինքը անձամբ հրահրել է ըստ այս տվյալների, ըստ մեր ձեռքի տակ արկա, ըստ համացանցում տարածված տեղեկությունների։ Այսինքն տվյալ անձը, ում ընտանիքի նկատմամբ կատարել է սա, կարող է դիմել ոստիկանություն, կարող է դիմել այլ միջոցների, տեղյակ պահել եւ այլն, որպեսզի կանխվեր։ Բայց կարծում եմ, որ մտածել է, որ կանցնի, միգուցե կանի 1-2 անգամ այլևս չի անի, նաեւ ալկոհոլ օգտագործած վիճակում պատմողների ականատեսների պատմելով եմ ես սա ասում իհարկե։ Եվ փաստորեն այս մարդը արդեն Հայկ Կոնջորյանի եղբայրը
անցել է այդ բոլոր սահմանները, անցել են հանդուրժողականության բոլոր տեսակի էտապները եւ սա հանգեցրել է, որ նրան ենթարկեն ծեծի։ Հիմա սա ինչից կարող է առաջանալ, որ մարդը անձամբ է դիմել իր միջոցներով պատժելու տվյալ անձին։ Բարձա Հայկ Կոնջորյանի եղբայրն է, ինքը գուցե հենց դրանից է թևավորվել, որ ինքը ունի թիկունք, ինքը քպական է, ինքը իրեն կարող իր անպատժելիությամբ ինքը նաև շատ վստահ եղել եւ հետեւաբար շարունակաբար կատարել է այս արարքը։ Մարդիկ էլ մտածել են, որ այո, տեր ունի, քպական է եւ այլն, իշխանության ներկայացուցիչներից մեկի եղբայրն է, բարձր որ ինչ էլ որ լիներ, ավարտվել էս գործի ինչպիսի ելքել որ ունենար, պիտի ի օգուտ Հայկ Կոնջորյանի եղբորը լիներ, որովհետեւ մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպիսի երկակի ստանդարտներ են կիրառվում, ինչպիսի իմ մուքոնն է դրած, միշտեր Նիկոլ Փաշինյանը նախկինում, հələ որ վարչապետ չէր ընտրվել, այդ հեղափոխության բանի մեջ էր, էմոցիաների մեջ էր, ասում էր, այն խոսքը, որ ասում են տիրովին տերն է տարել, անտերին կերն է տարել, սա չի պիտի գործի Հայաստանում, բայց գործում է եւ հենց կոնկրետ այս օրինակի վրա բերեցի, բայց սա միակը չի, հեղեղված է, հա, հայաստանյան հասարակությունը, դատաիրավական համակարգը այս գաղափարներով բոլորը գիտեն, որ այո, տիրովին տերն է տարել, անտերին էլ կերն է տարել, Նիկոլը չկարողացավ այդ իր ասածը անել, հակառակ դա ավելի ամրապնդվեց մեր երկրում, մեր հասարակության մեջ իրավապահ համակարգում, այսպես ավելի ճիշտ կլինի, եւ մարդիկ գիտակցել են այդ ամեն ինչը։ Դրա համար փորձել են դիմել իրենց միջոցներին, իրենց ուժին եւ այլն։ Հիմա այն հատվածը, թե ինչի օրինակ ինքը դեպքի օր անմիջապես չի դիմել ոստիկանություն, սա իմ մեջ խիստ կասկած առաջացում։ Միգուցե մտածել է, որ ինքը մեղավոր է, ինքը ընդունել է, որ մեղավոր է, գնա ոստիկանություն ինչ ասի, ասի որ խելոք տեղը իրան բռնեցին, տարան ծեծեցին, չի կարա ասի։ Մարդիկ կարան հակառակ կողմն լեզու ունի, բերան ունի, փաստեր ունի, նույնիսկ տեսանյութ կար 3 թե այսօր համացանցում, որ այո, հայոյանքները արձանագրված են, չգիտեմ ում կողմից։ Մի խոսքով հաջորդ օրը սրճարանում մարդիկ ասում են վայ ծեծել են, պատկերացում են երևի կիսամեռա, ես իմ ինչ ա եղել, մարդկանց պատկերացմամբ եմ ասում, հաջորդ օրը սրճարանում ժպիտը դեմքին լուսանկար է հրապարակել, չգիտեմ, հեգնանք ա եղել այդ ժպիտի մեջ, թե տեսեք ինքը շատ լավ է նստած է սրճարանում, ամեն ինչ նորմալ է, ինչ ա եղել իրան բան էլ չի եղել, հետո նոր գնացել է հիվանդանոց, 1 օր անց գնացել է հիվանդանոց։ Հիմա եթե տվյալ անձը չունի որևէ մեղքի բաժին, չունի այն նախապատմությունը այս միջև այս ծեծը հասնելու եւ հաջորդ օրն է գնացել հիվանդանոց, ի՞նչն է խնդիրը, չէ՞ որ մարմնական վնասվածքներ, միգուցե ես չեմ կարող հաստատել։ Եթե տեսանյութը տեսնում ենք հարվածները ոտքերով, ձեռքերով։ Եթե նման ծեծակերը չի կարող ուղարկի դատապշկական եզրակացություն չլիներ, եթե հայտներ ոստիկանություն բնականաբար փորձաքննության էին ուղարկելու եւ չէին կարող չարցանագրվել, ասենք ինչ առարկաներով, բութ առարկաներով եւ այլն ոտքի ձեռքի հարվածներով ինչ որ կնշվեր, ստացել է մարմնական վնասվածքներ։ Չնայած էլի հաջորդ օրը կարող էին մնալ այդ վնասվածքները եւ որոշվել վաղեմության ժամկետները, թե իրոք այդ դեպքի հետ կապ ունի, թե դրանից առաջ Հայկ Կոնջորյանի եղբայրը մեկ այլ իրավիճակներում է միգուցե հայտնվել այլ վաղեմության վնասվածքներ կան եւ այլն, սրանք հարցի մեկ մյուս կողմն են, բայց ինչի չի գնացել։ Եթե ինչ որ բան կար, այո, գուցե եւ չգիտեմ, իհարկե խորհրդակցել է, իհարկե նրան խելք խրատ տվողներ շատ են եղել, որ սկզբանե փորձել է դերևս ցերմպահ մնալ, հա, ոստիկանություն դիմելու, հիվանդանոց գնալու եւ այլն։ Այս ցկցկված գործողությունները պատմում են եւս իմ կարծիքով փաստում են եւս այն մասին, որ այո, նախադրյալները եղել են, հիմքը եղել է ինքը, պատճառը ի սկզբանե ինքն է եղել եւ եկել է սպա, հիմա այս թվարկած դրվագների շուրջ կարող ենք պատկերացում կազմել, որ եթե ուղղորդել են իրեն, երբ գնա, որը գնա, քանի ժամ հետո գնա, գնա թե չգնա, ինչ անի, այս ամեն ինչը արդեն ունի իր համախմբվածությունը, որի ներսում, հա, կազմակերպվում է Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ որոշակի ինչ որ դրական ճանապարհ հաշտելու համար իրավական համակարգում։ Սա եմ ես պատկերացնում, որովհետև պրակտիկան, փորձը, անցած ճանապարհը, իմ հետ կատարված բոլոր դեպքերը շատ հասարակ, sense կարմիր գծի նման անցնում են, որ դրանք հանգեցնել են այդ հետագա քայլերին։ Թե մյուս կողմի հետ ինչ կլինի, ոնց կլինի, ինչ իրավիճակներ կլինի ցույց կտա քննությունը, եթե իհարկե նախաձեռնվի, ես չգիտեմ, քրեական վարույթ նախաձեռնվել է, բայց դերևս մեղադրյալներ չկան, ինչքանով գիտեմ, ու ընթացքը արդեն կերև է, բայց կարող եմ հետեւյալ համոզմունքը հայտնել, որ ՔՊԱ-ականները սկսել են իրար հոշոտել։
Ես այս եզրակացության եմ հանգել, իհարկե ներքին խժդժություններ շատ կան նրանց մեջ, եւ մամուլն է հրապարակում, եւ տարբեր հաշտակներից ենք լսում, եւ տարբեր միջանձնյա խոսակցություններ կան, որ հասարակության մեջ կան այդ շշուկները, որ իրանք իրար են ուտում, բայց նաեւ այս տեսակի, այս կարգի արտառոց, որ բռնեն ու տենց փողոցում, հա, այդ հատվածում, որտեղ տեսանյութն է արկա, այդ կարգի ծեծի ենթարկեն, այդ կարգի բռնության ենթարկեն, ու սենց հլը թերևս որոշակի որևէ խոսք չկա ԿՊԱ-ական այլ ներկայացուցիչների կողմից, թեկուզ եղբոր կողմից, թեկուզ վարչապետի կողմից, ինչու՞ չէ, որովհետև ինչ որ հանցագործություններ որ տեղի են ունենում, օրինակ մենք նախադեպեր ունենք, որ վարչապետը հենց կառավարության նիստի ժամանակ ինքը ցուցմունք է տալիս, ինքը անմիջապես իր գնահատականն է տալիս եւ նախաքննական մարմինը անմիջապես արդեն առաջնորդվում է այդ ցուցմունքներով։ Հիմա ինչքան վատ է Հայկ Կոնջորյանի եղբոր վիճակը, իր արարքների տեսանկյունից եմ ուզում ասել, որ վարչապետը որևէ գնահատական չի տալիս եւ կարծես թե այդ թեւը լուր է։ Սա է ամբողջ խնդիրը եւ բնականաբար ես կասկածներ ունեմ, որ Կոնջորյանի եղբոր հակառակ կողմը միգուցե եւ հա չի ստանա օբյեկտիվ գնահատական իր արարքների համար, իսկ ես հենց հատուկ էլ ի սկզբանե իմ կարծիքը հայտնեցի, թե ոնց ա եղել, ինչ ա եղել պատմությունների համատեքստում, այն տեղեկություններ ինչ որ կա, եւ բնականաբար ես չեմ կարծում, որ կարող է լինել օբյեկտիվ քննություն։ Դա բացառվում է ուղղակի, որ լինի օբյեկտիվ քննություն։ Տիկին Ադանալյան, տեսեք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից չի եղել արձագանք, ամեն դեպքում այս դեպքի հետ կապված ինքի խոսքը չի ասել, բայց համենայն դեպս նա հատկապես ընտրություններից հետո սա Նիկոլ Փաշինյանին պետք չի։ Մենք բոլորս էլ գիտենք արդեն ընտրություններից հետո վարկանիշի մասին է խոսվում, ընտրությունները ցույց տվեցին, որ սահմանադրական մեծամասնություն իրենք չկարողացան կազմել, սա Նիկոլ Փաշինյանին պետք չէ, այն էլ այսքան մտերիմ ԱԺ իշխող խմբակցության ղեկավարի եղբորն է ծեծի ենթարկում, սա նույն ԿՊԱ-ականները։ Նիկոլ Փաշինյանի կարծես թե պետք չէր այս իրավիճակ իրադրությունը, բայց հաշվի առնելով, եթե իր կողմից լինի ինչ որտեղ օբյեկտիվ կամ դեպքին այլ տեսակետից ինքը նաև ոչ թե որպես ԿՊԱ-ական, հաստատ պետք է որ արձագանքները լինեն։ Դուք սպասում եք, որ Նիկոլ Փաշինյանը, ասում եք հիմա չի եղել, իսկ հնարավոր է հետո Նիկոլ Փաշինյանը այս դեպքը օգտագործի, հենց մենք տեսնում ենք, չէ՞, դուք ասում եք ԿՊԱ-ականները իրար հոշոտում են եւ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի մոռանում։ Կարող է այս դեպքը օգտագործվի հետագայում։ Ես համաձայն եմ ձեր հետ, ելնելով ինչ հանգամանքներ, նաեւ Նիկոլ Փաշինյանի որոշակի անհատների, նաեւ յուրայինների նկատմամբ ունեցած հետագայում պատժելու ինչ որ բաներից, հա, հանգամանքներից, ես համաձայն եմ ձեր հետ, որ եթե նա լռում է կամ հետագայում միգուցե, հա, այս հարցին կանդրադառնա իր ձևով, հա, ինչպես օրինակ պաշտոնանք եղան այլ անձինք եւ այլն ազգային ժողովում տեսնում եք նախագահի փոփոխություն ա լինում, այլ պաշտոնների փոփոխություններ են լինում, սրանք միգուցե եւ հենց արդեն ունեցել են նստված, հա, վերջինի մոտ զուտ եւ քաղաքական եւ անձնական միջանձնային հարաբերություններով։ Դրա համար ես կարծում եմ, համաձայնելով ձեր հետ, որ այո, կարող է նաեւ անհետևանք չմնալ, կոնկրետ Հայկ Կոնջորյանի համար կարող է անհետևանք չմնալ, բայց այստեղ պետք է մի շատ կարևոր հատկանիշ ընդգծենք, թե նայած թե ինչ հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանը Հայկ Կոնջորյանի հետ, նայած թե միջանձնային ինչպիսի համակրանք ունեն միմյանց նկատմամբ, արդյոք Հայկ Կոնջորյանը հենց Նիկոլ Փաշինյանը, ինչպես գիտեք, նա ունի շատ մերձավոր նեղ շրջապատ ԿՊԱ-ականների մեջ, նայած թե ինչպիսի հանգամանքներ կան, նայած թե սա որ երրորդ դեպքն է, եւ այս բոլորի համատեքստում նոր կարելի է հանգել հնարավոր որոշակի եզրակացության, թե Նիկոլ Փաշինյանը ինչպիսի դիրքորոշում կունենա։